Ապրիլի 13-ից սկսվում է կուսակցությունների ու դաշինքների գրանցումը, իսկ ազգային ժողովի առաջիկա նիստը 14-ին է։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը արտահերթ նիստ է հրավիրել, առաջարկում է մինչև գրանցումը 24-ժամյա ռեժիմով փոփոխություններ ու լրացումներ իրականացնել ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում։ Խնդիրն այն է, որ օրենսդրությունն արգելում է կուսակցությունների դաշինքի անվան մեջ անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումների օգտագործումը։ 2024-ին տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ, ինչի հետևանքով այս պահանջը դուրս է մնացել օրենքից։ Խորհրդարանում Արուսյակ Ջուլակյանը ներկայացրեց հարցը հրատապ ռեժիմով քննարկելու անհրաժեշտությունը։ Նա փոփոխությունը որակեց տեխնիկական, ընդդիմությունը առանցքային։ Որևէ մեկի համար էլ գաղտնիք չէ, թե այս ընտրական օրենսգրքի փոփոխության նպատակը ինչ է։ Ընտրություններին մնացել է 2 ամիս, դուք կոչում եք դա վրիպակ, բայց անկյունաքարային փոփոխությունը, որ առաջարկում եք։ Վենետիկի հանձնաժողովը ունի նման ռեկոմենդացիա, ճիշտ եք, բայց այդ ռեկոմենդացիան վերաբերելի է միայն հիմնարար կանոններին, 3 նշված կետերից եւ որևէ մեկին մեր կողմից կատարվող տեխնիկական բնույթի վրիպակի շտկումը վերաբերելի չէ։ Եթե ինչ-որ մեկ ասում որ սա հիմնարար փոփոխություն չի, լուրջ եք ասում։ Ընդդիմադիր ամենամեծ քաղաքական մասնակցության հայտ ներկայացրած ուժը արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն դուք օրենք եք ներկայացնում, որը սահմանափակում է եւ արգելում է դա անել, լուրջ։ Պատիվունեմը հայտարարեց դեմ է քվեարկելու նախագծին։ Հայաստան խմբակցությունը դեմ լինելով շարունակեց քննարկումը, պնդելով, թե գործընթացն ազդելու է քաղաքական պայքարի վրա։ Հիմա, երբ ընտրական գործընթացը սկսվել է, հայտարարվել է, հանրապետության նախագահը հրամանագիրը ստորագրվել է եւ արդեն քաղաքական ուժերը հայտ են ներկայացրել, այս փոփոխությունը այո հիմնարար է, ազդում է ընտրության արդյունքների եւ ընտրարշավի ամբողջ գործընթացի վրա։ Սա իրավունքի իրացում չէ, սա վարչական կարգով արգելք է։ Մեր ընդդիմությունը մեզ ասում է, որ եթե ուժեղ քյաբաբ ստյոպի մոտ դաշինքը չի կարող գրանցվել, ուժեղ քյաբաբ ստյոպի մոտ անձնանուն բառը չի կարող լինել այնտեղ, հետևաբար սա հարված է ժողովրդավարությանը եւ հետևաբար ոչինչ էլ չի կարող լինել։ Ժողովուրդ ջան, ես անկեղծորեն չեմ հասկանում։ Ձեր դարդը թողած գնացել եք 8 երկրի քաղաքացու դարդն եք լացու։ Դուք ձեր դարդը լացեք, հատկապես որ լացելու շատ բան ունեք։ Պարոն Մամիջանյանն եկել այստեղ Վենետիկի բանից է խոսում, պարոն Մամիջան, ձեր կուսակցությունից այն օրն է 50 քանի հոգի ձերբակալվել վաղար շաբաթի ընտրություններում, կներեք իրենց բառերով ասած 20 մանեթ բաժանելու համար։ Հա մենք մեր դարդը չենք լացում, մենք ընտրությունների դարդն ենք ուզում հոգալ։ Եթե ուժեղ քաբաբ կամ ձեթոտ պերաշկի այդքան զազելի է հնչում, ձեթոտ պերաշկին, որ հատկապես զզվելի է հնչում, այդ դեպքում պետք է դա շուտ բերել։ Ոչ թե նրանից հետո սկսեցին ձեթոտ պերաշկի ուտել ավտոբուսի մեջ առանց անձեռոցիկի։ Դա բայց կնայտա չէ, որ հենց ինչ-որ մի բան առաջացավ, որոշեցիք փագե այդ տարբերակը։ Պերաշկին այնուամենայնիվ ավելի լուրջ քաղաքական օրակարգ է ստեղծում Հայաստանում, քան թե դուք։ Որովհետև վերջին շաբաթներին ակնհայտորեն դուք պտտվում եք պերաշկու շուրջ։ Պերաշկին դարձել է ձեր առանցքը։ Ոնց է երկիր մոլորակը պտտվում իր առանցքի շուրջ, դուք, եթե մենք ձեր առանցքից հանենք պերաշկին, դուք կքանդվեք։ Միջև էդ էլ նես չէր, որ միջև էդ էլ նես չէր, որ տենց մի բան էիք։ Որովհետև ասում եմ, եթե տես լուրջ քաղաքական կշիռ ունենայիք, ձեր առաջնորդը կլիներ մի պատկառելի դաշնակցական։ Օրինակ, չգիտեմ, ձեզանից որևէ մեկը, փոխարենը Ռոբերտ Քոչարյանն է։ Հարցը հրատապ ռեժիմով քննարկելու որոշումն ընդունվեց։ Ծովինար Վարդանյանին էլ հետաքրքրում էր ընտրակաշարք բաժանող քաղաքական միավորի հարցը։ Ինչու է քաղաքական միավորը մնում անպատիժ եւ այս process-ից դուրս, այսինքն միայն ֆիզիկական անձի մակարդակում է պատիժը իրագործելի դառնում։ Քրեական օրենսդրության տրամաբանությունից է բխում, որ պատիժը անհատական պետք է լինի։ Բարբերաբար մենք ստանում ենք տեղեկություններ եւ նաեւ քրեական հետապնդումների տեսքով ընտրակաշարք բաժանելու վերաբերյալ եւ նաեւ ունենում ենք դատավճիռներ, ինչը արդեն իսկ ունենք վերջին տարիներին առնվազն թիմ ընտրությունների հետ կապված, եթե չեմ սխալվում 21 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ կապված, ես կարծում եմ, որ սա մեծ քննարկում եւ ներհասարակական քննարկման արժանի հարց է։ Մենք որպես հանրություն պետք է քննարկենք եւ հասկանանք
ինչ տեղ ունեն մեզանում այն կուսակցությունները, որոնք դիտավորյալ կանխամտածված կերպով ժողովրդավարության էությունը փորձում են խեղել։ Վերջերս երրորդ նախագահը հայտարարեց, որ իրենց ուժը ուղղակի չի մասնակցելու ապագա համամասնական ընտրություններին եւ դրան մասնակցելու է անուղղակի եւ հանրայնացվեցին որոշ ձայնագրություններ հեռախոսային, որտեղ հիմնական գործող անձինք հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն էին եւ այստեղ կարելի է հասկանալ ըստ էության թե ինչ է նշանակում անուղղակի չենք մասնակցի, իրենց վրա վերցրել են անուղղակի ընտրակաշառք բաժանելու այս լուրջ պարտավորությունը։ Լիլիթ Ստեփանյանը հիշատակեց քվեարկության ծրարի մեջ լրացուցիչ իրերի արկայության մասին կարգավորումը։ Հարցրեց, արդյոք Գյումրու, Փարաքարի եւ Էշմիածնի ընտրությունների ժամանակ նման դեպքեր եղել են։ Զեկուցողը դեպքերին ծանոթ չէր, բայց կարգավորումը եղել է դեռ 2021-ին։ 2024 թվականի փոփոխություններով այն դուրս էր մնացել։ Այժմ փորձում են սա եւս վերականգնել։ Մանրամասնեց նաեւ Արդարադատության փոխնախարարը։ Ազգային ժողովի եւ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի հավաքանուն ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր համարելու հիմք սահմանել նաեւ քվեաթերթիկից բացի ծրարում այլ իրի արկայությունը։ Խնդիրը ոչ այնքան վրիպակն է, որքան խաղի կանոնները փոխելու ժամկետը, հայտարարեցին ընդդիմության ներկայացուցիչները։ Նիկոլ Փաշինյանի անունով չեք դուք ընտրություններին մասնակցում։ Ոնց չէ։ Պարոն Ալեքսանդրյան, ձեր խոսքը անգամ դասական միտք է դարձել ուսապարկիզմի մասին։ Շատ լավ, որտեվ Նիկոլ Փաշինյանը մեր ղեկավարն է, մեր կուսակցության առաջնորդն է, իր անունը գրվել է մեր պլակատներին։ Բայց մենք գնացել ենք ընտրության որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, խոսքը դրա մասին է։ Կամ որ տենց բանը, լավ բան է անուններով գնալը, խիչ եք դուք ձեր դաշինքի անունը, ասենք դրել բան։ Վերադարձ Պապլավոկ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Արտահերթ նիստի օրակարգի հաջորդ հարցը առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի փոփոխություններին էր վերաբերում։ Նախարարությունն առաջարկում է ցանկում ավելացնել մի շարք խմբեր, ընդլայնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի իմաստով շահառու ճանաչված մարդկանց շրջանակը, նաև շահառունային հնարավորություն տալ ծրագրում ընդգրկել փոխկապակցված անձանց։ Ապահովագրավճար վճարող անհատ ձեռնարկատերերի ապահովագրավճարների կատարման պատշաճ ապահովման նպատակով առաջարկում ենք, որ իրենց համար վերջնաժամկետը գործող ապրիլի 20-ի, այս տարվա ապրիլի 20-ի փոխարեն սահմանել հուլիսի 20-ին։ Բուժաշխատողների ծանրաբեռնվածության ու աշխատավարձերի մասին հարցերից բացի պատգամավորները մի խնդրի մասին բարձրաձայնեցին։ Այսպիսի պնդում կա, տարածում կա, հատկապես տարեց բնակչությունների մոտ, որ հունիսի 7-ից հետո այս ամեն ինչը դադարելու է, որի պատճառով շատ մեծ հերթեր են գոյանում պոլիկլինիկաներում եւ հիվանդանոցներում։ Դուք այս փաստի հետ առնչվել եք, թե չէ։ Իրականում ճիշտ եք, բավականաչափ մեծ ապատեղեկատվություն է տարածվում համակարգում որոշակի ֆեյք լրատվական միջոցների եւ որոշակի ուժերի կողմից։ Մենք էլ ենք տեսնում, բայց պետք է կրկնվեմ, որ օրենքը ընդունված է եւ շարունակելու ապահովագրական համակարգը գործել, ավելին յուրաքանչյուր տարի նոր խմբեր են ավելանալու։ Տեսալսողական մեդիայի մասին օրենքում առաջարկվող փոփոխություններն էլ վերաբերում են հեռարձակողներին։ Արհեստական բանականությամբ գեներացված կամ այլ թվային տեխնոլոգիական լուծումներով գեներացված հեռուստաբովանդակությունը կամ սինթետիկ բովանդակությունը հեռարձակելիս պարտադիր կերպով օրենքի իմպերատիվ պարտադրանքով մագնշեն կամ ինչպես ասում են արվի համապատասխան լեյբլինգը, որում տվյալ բովանդակության վրա հստակ կերպով տեսանելի կլինի, որ այդ նյութը արհեստական բանականության գործիքակազմով է գեներացված։ Խոսքը հեռուստառադիո բովանդակության մակնշման մասին է, ճշտեց Հայրապետյանը, իսկ վերահսկողությունը եւ մոնիտորինգը իրականացնելու է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը։ Խախտումների պարագայում նվազագույն աշխատավարձի 300,000 ապատիկի չափով վարչական պատասխանատվության է ենթարկվում հեռարձակողը։ 100% ռիսկերը կանխել դեռևս հնարավոր չէ, բայց նման քայլերը կօգնեն դրանք նվազեցնել, ընդգծեց նախարարը։ Հաջորդ նախագծով էլ առաջարկվում է նվազեցնել ջերմատնային տնտեսություններով զբաղվողների տուրքերը։ Մի կողմից պետությունը սուբսիդավորում է նրանց, մյուս կողմից բարձր վճարներ նախատեսում շինթույլտվության համար, ինչը անարդյունավետ է, մանրամասնեց հեղինակ Սովինար Վարդանյանը։ Էկոնոմիկայի նախարարությունը եւս խրախուսում է առաջարկը։ Ջերմատնների ու գյուղատնտեսական նպատակով կառուցվող ջրավազանների համար 1 հեկտար ընդհանուր մակերեսի համար սահմանել 400,000 դրամ եւ հաշվարկը կատարել 400,000 դրամի եւ շինության կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող սահմանված գոտիականության գործակցի արտադրյալ։ Գործող տուրքերի համեմատությամբ այն
շուրջ 8 եւ ավել անգամ նվազում է։ Քննարկված բոլոր օրինագծերն ընդունվեցին, падգամավորների թվի 3/5-րդի կողմ ձայներով ընդունվեց նաև Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Վարդուհի Արզումանյան, Հովանես Քյոսեյան, լուրեր։